Բարև ձեզ։ Լույս է տեսել պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանի եկեղեցի պետություն փոխհարաբերությունները խորհրդային Հայաստանում 1920-1930-ական թվականներին աշխատասիրությունը։ Ինչ մեթոդներով էին բոլշևիկները աշխատում հոգևորականների եւ եկեղեցու դեմ եւ ամենակարևորը որն էր դրա վերջնանպատակը։ Այսօր մեր տաղավարում մենագրության հեղինակ Ավագ Հարությունյանն է։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Բարև ձեզ, շնորհակալություն հավերի համար։ Գիրքը ավելի շատ ոչ թե պատմական փաստերի վերլուծություն է կամ պատմական փաստերի ներկայացում, այլ քաղաքագիտական տեսանկյունից է թեմային անդրադարձել։ Ինչու ձեր կարծիքով սա քաղաքագիտական թեմա է, ոչ թե պատմական իրողություն եւ որպես պատմության մի դրվագ պիտի իմանանք։ Շեշտը դրել եմ քաղաքագիտական վերլուծության կողմերի վրա զուտ մի բարձ պատճառով։ Պատմությունը արդեն մեր հեղինակների, հայ հեղինակների կողմից ուսումնասիրված է, հանգամանալից վերլուծված, սակայն այդ 20-30-ական թվականների իրադարձություններին քաղաքագիտական տեսանկյունից վերլուծություն չէր տրվել։ Եվ այդ իսկ պարզ պատճառով շեշտը դրեցի այդ կողմի վրա։ Մանավանդ գրքում այս աշխատության մեջ վերլուծել եմ եւ ուսումնասիրել այնպիսի կարևոր հիմնախնդիրներ, որոնք մինչև այժմ ինչ-ինչ պատճառներով մեր հանրության ուշադրությունից եւ գիտական եւ հասարակական դուրս էին մնացել։ Նախ նշեմ, որ աշխատությունը շարադրվել է արխիվային վավերագրերի, ժամանակի պարբերական մամուլի եւ մասնագիտական գրականության լայն օգտագործմամբ եւ հատկանշական է, որ այդ ամենի գերակշիռ մասը առաջին անգամ են գիտական շրջանառության մեջ տրվում։ Ուրեմն ինչ տեսանկյուն եք վերցրել, ընտրել հիմնականում 4 հիմնական թեմա։ Առաջինը Հայաստանի ծառայելական եկեղեցու դիրքորոշումը խորհրդային իշխանության նկատմամբ, երկրորդ բուն խորհրդային իշխանության կամ ավելի հստակ կոմունիստական կուսակցության կամ կոմունիստական իշխանությունների բռնի քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ, երրորդ առանձին թեման դա պետավտանգության մարմինների դիրքորոշումներ եկեղեցու նկատմամբ եւ մասնակցությունը իհարկե, եւ վերջապես չորրորդը դա ազատ եկեղեցական կոչվող այդպիսի աղանդ գոյություն ուներ եկեղեցու շրջանում, շատ փոքրաթիվ սակայն գոյություն ուներ այդ աղանդի գործունեությունը եւ նաեւ պետական նույնպես աղանդատիպ մարմին գոյություն ուներ, որը կրում էր մարտնչող անաստվածների միություն, այդպիսի վերամբարձ ճոռոն բառ էր։ Դրանից բացի նաեւ առանձին երեք գլխավոր թեմայի վերաբերյալ առանձին փաստաթղթեր եմ այդ գրքում աշխատության մեջ տրվել, որոնք չեմ օգտագործել բուն աշխատության մեջ։ Դրանով նաև հնարավորություն է փորձել ընձեռել հետագա ուսումնասիրողներին, ովքեր կցանկանան, այսինքն այդ թվարկածած 4 թեմաները, որ կար, մեծ թեմաները, եթե շարունակեն քաղաքագիտական հետագա ուսումնասիրությունը, արդեն այդ փաստաթղթերը նորահայտ, որոնք ես չեմ օգտագործել, այդ փաստաթղթերն օգտագործելով իրենք արդեն այդ թեմաները ավելի խորացնեն, ավելի լայն ուսումնասիրության առարկա դարձնեն։ Պարոն Հարությունյան, տարածված, ընդվում նաև պատմագիտության մեջ տարածված եւ հիմնավոր ընկալում կա, որ բոլշևիկյան քաղաքականությունը հոգևորականների եւ եկեղեցու դեմ այդ հասարակարգի որպես աթեիզմը հիմնական գաղափարախոսություն վերցրած հասարակարգի գործողություն էր եւ ինչ որ առումով հասկանալի է, տրամաբանական է, որ պիտի աթեիստական գաղափարախոսության հասարակարգը պայքարեր կրոնական կազմակերպությունների եւ կրոնավորների դեմ։ Բայց եթե ժամանակը փաստորեն ցույց է տալիս, որ նույնիսկ աթեիստական գաղափարախոսությունը ոչ թե անկեղծ ազնիվ հայացքների համակարգ էր, աշխարհայացք էր, այլ դա ընդհանրապես քաղաքական տեխնոլոգիա էր, ավելի կառավարելի դարձնելու տվյալ հասարակությանը, խորհրդային քաղաքացիներին։ Արդյոք քաղաքագիտական տեսակետից պարզ է ձեզ համար, թե որն էր իրական նպատակը հոգևորականության եւ եկեղեցու դեմ պայքարի եւ այդ բռնակարգի, որտեվ ընդհանրապես, որովհետև պայքարը միայն եկեղեցու եւ հոգևորականության դեմ չէր, բռնակարգի զոհ, նաեւ բազմաթիվ մտավորականներ են դարձել եւ ինչու
չէ նաև շարքային քաղաքացիներ, որոնց մեղսագրվել են տարբեր արարքներ։ Դրա հիմնական նպատակը, քաղաքական նպատակը ո՞րն էր։ Նախ թեման, այսինքն խորհրդային իշխանությունների կամ կոմունիստական կուսակցության եկեղեցական կամ ավելի հստակ հակաեկեղեցական հակակրոնական քաղաքականությունը ես դիտարկել եմ ընդհանուր խորհրդային քաղաքականության համապատկերում, այսինքն այդ ձեր նշած այդ բռնարարքները, ռեպրեսիաները, այդ մեխանիզմը որ գոյություն ուներ, դա այնպես չէր, որ միմիայն հենց ընտրել էին միայն եկեղեցու նկատմամբ։ Եվ երկրորդ նաև փորձել եմ հնարավորինս վերլուծություն տալ ընդհանուր խորհրդային միության ընդհանրական համապատկերում, մասնավորապես համեմատելով Ռուսաստանում իրավիճակի հետ, ինչպես էր այնտեղ եկեղեցական քաղաքականությունը, կային արդյոք տարբերություններ, յուրահատկություններ։ Խորհրդային իշխանություններ հենց կամ կոմունիստական կուսակցությունը հենց խորհրդայնացման առաջին օրից ոչ թե ձգտում էր կամ ցանկանում էր եկեղեցին կառավարել, հասկանալի է, որ ամեն ինչ պետք է կառավարելի դարձնել, այլ նպատակը շատ հստակ էր եւ պարզ՝ եկեղեցին վերացնել։ Ինչու՞։ Կրոնը որպես երևույթ, հավատամքային, դավանանքային, գաղափարական կամ սոցիալական երևույթ կառույց վերացնել։ Պատճառը պարզ է, հետևյալն է։ Նախ հոգևորականությունը, եկեղեցին, որպես սոցիալական ինստիտուտ, նոր իշխանությունների կողմից համարվեցին որպես հակահեղափոխական, այսինքն դասակարգային թշնամի։ Իսկ հակահեղափոխական եւ դասակարգային թշնամի ուժերի, կառույցների անձանց նկատմամբ նոր իշխանությունների քաղաքականությունը մեկն էր՝ ոչնչացնել։ Այդ հետագայում արդեն 30-ական թվերի կեսերից, երբ իշխանությունները համոզվեցին, որ հնարավոր չէ վերացնել, իսպար վերացնել եկեղեցին որպես կառույց եւ հավատքը, դավանանքը որպես գաղափարախոսություն, որպես բարոյահոգեբանական համակարգի, հոգեվոր արժե համակարգի մեկ կարևորագույն մաս, այդ ժամանակ արդեն նոր վերաբերմունք փոխվեց եւ սկսեցին արդեն անցում կատարել կառավարելի դարձնելուն։ Այսինքն, եթե ընդհանրացնեմ, հենց խորհրդայնացման առաջին օրվանից կոմունիստական կուսակցության եւ նոր իշխանությունների քաղաքականությունը մեկն էր՝ ոչնչացնել պատմականորեն իսպար հայ եկեղեցին եւ հոգեվորականությանը որպես դաս։ Ինչն էր եկեղեցու այդքան խանգարում իշխանություններին։ Նախ ի տարբերություն Ռուսաստանի, խորհրդային Ռուսաստանի, Հայաստանում, խորհրդային Հայաստանում հայ առաքելական եկեղեցին Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ակտիվ եւ հակապետական գործողություններ 1920-30-ական թվականներին երբեք չի վարել։ Ի տարբերություն Ռուսաստանի, խորհրդային Հայաստանում այդպես էր կոչվում այդ տերմինը ժամանակ ընդհատակյա եկեղեցիներ եւ ընդհատակյա հոգեվորականներ, կատակոմբային։ Երբ որ եկեղեցիները փակվում էին, հոգեվորականներին արգելվում էր նրանց, ովքեր դեռևս չեն ձերբակալվել կամ գնդակարվել, հոգևոր ծառայություն, սպասավորություն կատարեն, նրանք ընդհատակյա էին կատարում։ Եվ նաև զինված դիմակայություն, նույնպես ի տարբերություն Ռուսաստանի, խորհրդային Հայաստանում Մայրաթորի եւ առանձին անհատ հոգևորականների կողմից տեղի չի ունեցել։ Այսինքն հայ առաքելական եկեղեցին ի տարբերություն մյուս կառույցների իր արչև դրել է այն ժամանակ անգամ, երբ որ ենթարկվում էր ամեն օր 24 ժամ գրաֆիկով ենթարկվում էր ոչնչացման, տարաբնույթ բռնաճնշումների, սկսած գույքի բռնագրավումից ավարտած մինչև ամենայն հայոց կաթողիկոսի սպանություն, անգամ այդ պայմաններում եկեղեցին իր առաջնահերթ խնդիրը համարում էր հնարավորինս աջակից լինել, տեր լինել հայ ժողովրդին, նաև ինչու չէ, պետականության, նույնիսկ անգամ այն պետականության, որը իրեն համարում էր թշնամի, սակայն միաժամանակ նաև որպեսի հերոստատիտողի մոտ այնպիսի տպավորություն չստեղծի, որ եկեղեցու թուլությունն էր եւ այլն, եկեղեցին միշտ մշտապես թե ամենայն հայոց կաթողիկոսը Գևորգ 5-րդը, թե առանձին հոգևորականներ, թե մի առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները պարբերաբար սկսած կառավարության այն ժամանակվա ղեկավարից ավարտած
ՉԿ-ի եւ ներքին գործերի պետամտանգության մարմինների ղեկավարներին, օրենսդիր մարմինների ղեկավարներին իրենց հատուկ բողոքի ձայնը պարբերաբար բարձրացնում էին, ներկայացնում էին։ Սակայն նշեցի, որ նաև գաղափարախոսական բնույթ է այդ պայքարը կրում, որովհետև գաղափարական տեսանկյունից Կոմկուսի թշնամին, գաղափարական հակառակորդը, դա հայ եկեղեցին էր։ Սակայն դրանով հանդերձ, ինչքան էլ աբսուրդ լինի, անգամ 20-30-ական թվականներից հետո էլ խորհրդային Հայաստանում, ինչպես նաև խորհրդային Միությունում, միակ ոչ խորհրդային, այսպես ասած, կառույցը, որ գործում էր եւ շարունակեց գործել, դա Հայաստանի Ծառայքելական եկեղեցին էր։ Այն ժամանակվա կառույցները կոմունիստական կուսակցություն, կոմերիտ միություն, արհմիություններ, չգիտեմ, ստեղծագործական տարբեր միություններ, նկարիչների, գրողների եւ այլն, այսինքն այդ բոլորը խորհրդային Միությունում, խորհրդային Հայաստանում բոլոր կառույցները, հանրային, պետական, հասարակական, մշակութային եւ այլն, բոլորը խորհրդային են եւ բոլորը կոմունիստական են։ Եվ միմիայն Հայաստանի Ծառայքելական եկեղեցին էր, որ իր գաղափարախոսությամբ, իր էությամբ, իր դավանանքով, հավատամքով ոչ կոմունիստական էր եւ ոչ խորհրդային է։ Չեմ ասում հակակոմունիստական կամ հակախորհրդային, բայց այդպիսին էր։ Իսկ մեթոդները, պայքարի գործիքակազմը այնպիսի լայնությամբ էր կիրառվում, որ անգամ մի քանի մեթոդներ կնշենք։ Օրինակ ասենք մենք ամենա այսպես ցցունը գիտենք, ենթադրենք գնդակահարություններ, ձերբակալություններ, աքսոր եւ ամենայն հայոց կաթողիկոսի սպանություն պետանվտանգության աշխատակիցների կողմից, բայց դրանք դեպքեր են, իսկ եթե մեթոդական տեսակետից նայենք, մեթոդական ուրեմն հայ եկեղեցին զրկվեց իրավաբանական անձի կարգավիճակից։ Չնայած կաթողիկոսի բողոքներին, Գեորգ 5-րդի անգամ խորհրդային Միության վարչապետ Ռիկովը, երբ այցելել էր Էջմիածին, Մայրաթոր, Գեորգ 5-րդի հետ հանդիպման, նրան էլ էր այդ պահանջը ներկայացրել, որտեղ հասկանում ենք, եթե տվյալ կառույցը իրավաբանական անձի կարգավիճակ չունի, ապա սեփականության իրավունք ընդհանրապես ոչ մի իրավունք չունի։ Սահմանադրությամբ հոգևորականները զրկվել էին քաղաքացիական ամենից կարևոր եւ ամենից առաջնահերթ իրավունքից, ընտրելու եւ ընտրվելու իրավունքից։ Սահմանադրության հոդվածում պարզ հստակ գրված էր. ընտրելու եւ ընտրվելու իրավունք չունեն, թվարկված էր կետերը, ասենք այնտեղ հանցագործներ, հոգեկան հիվանդներ, նախկին այդ ռեժիմի այդ մաուզերիստներ եւ այլն, բայց ամենասկզբից գնում էր հոգևորականներ։ Իսկ այսինքն ձայնազուրկ էին 20-30-ական թվականներին, երբ մեկը հայտարարվում էր ձայնազուրկ, դա մահապատժին հավասար արդեն դատավճիռ էր։ Դրանից բացի տնտեսական, ասենք ծխական քահանաների ինստիտուտը վերացվեց։ Իսկ հայ եկեղեցու, ինչպես նաև ցանկացած քրիստոնեական եկեղեցու համար ծխական քահանաների ինստիտուտը դա հիմքն էր։ Գյուղերում բոլոր քահանաներին ծխական պարտադրեցին հրաժարվել։ Եթե չէին հրաժարվում, գոյատևման, տարական գոյատևման միջոցներից զրկվում էին։ Ոչ միայն նրանք, այլև նրանց ընտանիքի անդամները։ Ոչ մեկին բոլորը զրկվում էին աշխատելու իրավունքից, եթե չեն իրավունք չունեն աշխատել։ Անգամ տնտեսություն, տանամերձ այդ հող վարել, պարզ էր արդեն։ Այդ ծխական քահանայի ընտանիքը մեծով, փոքրով, երեխայով դատապարտվում էր արդեն սովամահության։ Քարոզչական, հրատարակչական։ Տեսեք, մի ցավալի փաստ բերեմ։ 20-30-ական թվականներին Երևանում եւ Խորհրդային Միության այլ քաղաքներում հայերեն լեզվով այդ հաշվարկները, որ կատարել եմ, հրատարակվել է շուրջ 100 անվանում գիրք եւ գրքույկ, շուրջ 350,000 տպականակով։ Առաջին հաշվից ուրախանալի է, որ ասենք Մեսրոպյան Այբուբենով 350,000 այդ հսկայական 20-30-ական թվականների տպագրական տեխնիկան հանրությունները ամենևին համեմատելու չի հիմիկվա հետ։ Այդքան Մեսրոպյան Այբուբենով գիրք հրատարակվել, սակայն այդ 350,000 տպականակ 100 միավոր անվանում գիրքը արդեն 40-ական թվականներին իշխանությունների, նույնիսկ իշխանությունների համար դարձավ ավելնորդ։ Այսինքն մեր գրադարաններում կամ
աշխարհի գրադարաններում այդքան մեղմ ասած թղթի թափոն կա։ Ես այդ հաշվարկի մեջ դեռ չեմ նշում ազատ եկեղեցի եւ անաստված ամսագրերն ու թերթերը, որոնք այդ շարժմանը առանձին կանդրադառնան։ Նույնպես հազարավոր էին։ Եվ այդ նման այդ աբսուրդ բաներ տեղի էր ունենում, այդ մեղադրանքները, ասենք, եթե 37 թվականին այդ ռեպրեսիվ քաղաքականության եւ հատկապես պետական, իսկ պետական կամ կուսակցական կոմպոզիցիա քաղաքականության առաջտանողը կյանքում գործնական կյանքում իրականացնող մարմինը դա չեկաներ պետական քաղաքվարչությունն, այսինքն պետական անվտանգության մարմինները։ Եվ այդ մեխանիզմների արդյունքում 37 թվականին, եթե մնացել էր ընդամենը 70 հոգևորական, ժամանակ փաստաթղթերում նշում է Էջմիածնի կաթողիկոսարանում, այսինքն Հայաստանում Էջմիածն։ Իսկ արդեն 38 թվականի կեսերին ընդամենը 7 հոգի էր մնացել հոգևորական։ Այն էլ արդեն այդ տարիքն առած հազարումի հիվանդություններով։ Կամ գնդակահարվել կամ աքսորվել կամ այո, ընդամենը 7 հոգի։ Այսինքն արդեն 38 թվականին խնդիր էր դրվել Էջմիածինը իսպառ փակելու, որտեվ 7 հոգի պատկերացեք ինչ տիվ, այսինքն դրանից հետո երբ Գևորգ 6-րդը դարձավ ամենայն հայոց կաթողիկոս, փաստորեն աստիճանված էր 0-ից նորից մայրաթոր կամ եկեղեցի ստեղծել։ Հիմա այդ պայմաններում, որպեսզի այդ ռեպրեսիվ քաղաքականության մասշտաբները պատկերացնենք, ընդամենը 20-30-ական թվականներ եմ նշում, 38 այդ վերջում 38 թվականին 7 հոգևորական էր մնացել, որոնք բոլորն էլ արդեն տարիքն առած զառամյալ տարիք էին։ Անդրադառնանք ձեր գրքի մի ամբողջ գլուխ նվիրված է այսպես շարժումներին, եկեղեցու դեմ հասարակական շարժումներին, որոնք ստեղծվում եւ սնվում էին օրվա իշխանությունների կողմից։ Այսինքն ոչ միայն պետական ապարատներ եկեղեցու դեմ աշխատում, այլ նաեւ հասարակական միավորները, որոնք ստեղծում էին պետական իշխանության մարմինները եւ իրենք էլ ուղղորդում, առաջնորդում եւ կազմակերպում դրանց աշխատանքը։ Դրանցից մեկը, ինչպես նշեցիք, ազատ եկեղեցական եղբայրակցությունը աթեիստական կազմակերպություն չէր, հակառակը։ Աթեիստական առանձին ստեղծվեց հետո։ Շատ հետաքրքիր դրվագ է պատմական, հենց այդ շարժումը եւ միությունը իր թերթով, իր գաղափարախոսական խողովակներով, քարոզչակապ, որը որքան էլ տարօրինակ է, մեթոդաբանական տեսակետից այնտեղ ոչ միայն պայքարում էին կրոնի կամ եկեղեցու դեմ, այլ ճիշտ հակառակը, ինչպես ուսումնասիրությունները ձեր ցույց են տալիս, դրանք հիմնականում եկեղեցու ներսում դժգոհ կամ արդեն կարգալույց եղած հոգևորականներից ձևավորված մի շարժում է եւ նրանք փորձում են եկեղեցին այսպես կոչված վերադարձնել ժողովրդին, հիմնական կարգախոսը հավատավորներին։ Մանիպուլյատիվ ձևակերպումներ են, այո։ Ինչ հաջողվեց այդ կազմակերպությանը։ Ուրեմն ձեր վերջի խոսքից սկսեմ, այդ կազմակերպությանը ընդհանրապես ոչինչ չհաջողվեց եւ չէր կարող հաջողվել ի սկզբանե։ Պետությունը հակաեկեղեցական քաղաքականության մեջ, հակակրոնական քաղաքականության մեջ օգտագործում էր ամենից տարբեր մեթոդաբանություն եւ գործիքակազմ։ Շատ լայն ընդգրկուն է եւ այդ գործիքակազմից մեկը նաեւ բուն եկեղեցու մեջ հոգեորականների շրջանում այդ ներքին խլրտումներ գցելն է, պաշտոնապես անվանում էր քայքայում, եկեղեցու քայքայում։ Պաշտոնական տերմինները կոմկոսի փաստաթղթերում կոչվում էր եկեղեցու քայքայում։ Սակայն ի տարբերություն նույն Ռուսաստանի, ես ասենք Վրաստան կամ Հանրապետությունի քրիստոնեական եկեղեցիները չեմ նայել լեզուների բան։ Ռուսաստանի հետ եթե համեմատենք, այնտեղ այդ շարժումը ավելի մեծ թափավակեց եւ կոչվում էր կենթանի եկեղեցի։ Բայց Հայաստանում Խորհրդային Հայաստանում տեսան, որ այդ թափը չավակում, դե չէր լինի արդեն կենթանի եկեղեցի անվանեն, մանավանդ ի տարբերություն Ռուսաստանի, Խորհրդային Հայաստանում, Մայրաթորում մեր բարձրաստիճան եւ միջին հոգեորականության շրջանում այդ ազատ եկեղեցական աղանդը տարածում չգտավ։
Ռուսաստանում հակառակ պատկերներ այնպես էր տարածվել եպիսկոպոսների եւ միջին վարդապետների շրջանում, որ անգամ պատրիարք Տիխոնին եկեղեցուց հեռացրեցին։ Հաշված մարդիկ են, սակավաթիվ, որ ասենք այնքան քիչ են, որ նույնիսկ բոլոր անունները կարելի անգիր անել։ Երբ նայում ես նրանց գործելակերպին, պահվածքին, նաեւ թողած ստեղծագործական ժառանգությանը, պետության հովանավորությամբ եւ հատկապես պետավտանգության մարմինների աջակցությամբ այդ եկեղեցական կոչվածները, ինչպես իրենք են իրենց սիրում անվանել, ճակերտավոր բարեփոխիչները, նաեւ գրքեր էին հրատարակում, գրքույկներ։ Մի քանիսի անունը հիմա կթվարկեմ, ուրեմն անգամ պետավտանգության մարմինների խոստովանությամբ բոլորի մոտ պատճառը ինչու են մայրաթորից կամ վեհապարից նեղացել, այսպես ասած, կամ ինչու են դարձել ազատ եկեղեցական բարեփոխիչ, կենցաղային բնույթ էր կրում, շահադիտական, նեղանձնական շահադիտական բնույթ էր կրում, ինչը աշխարհայացք էլ չկար։ Չէ, գաղափարական, ինչ որ դավանանքային, հավատամքային, ծիսական, ասենք, չգիտեմ, աստվածաբանական, ինչ որ վեճեր, նման բաներ գոյություն չուներ։ Եվ փոխարենը, իսկ այն ժամանակ գիտենք, որ չեկան պետավտանգության մարմիններ ամենակարող էին, ամեն ինչ ինֆորմացված էին։ Նման բան, հատկապես ֆինանսական եւ զեղծումների կենցաղային անձնական հարցերում մայրաթորի եւ բարձրաստիճան հոգեվորականության միջին հոգեվորականության նկատմամբ չեն կարողանում գտնել, որտեղ դե չկար։ Ասենք ընդամենը մեկ եպիսկոպոս է հարել, Աշոտ եպիսկոպոս Շախյանը, որը 2 տարի եղավ Շիրակի թեմի առաջնորդը, եւ Աշոտ եպիսկոպոսին, ինչպես նաև մյուսներին, իշխանությունները եւ առաջին հերթին պետավտանգության մարմինները օգտագործեցին եւ նրանց ճակատագիրն էլ վախճանն էլ եղավ բոլորին էլ ողբերգական։ Ասենք հերոստատիտողները թող իմանան նաև, ասենք ներկա, եթե նաև այդ իրադարձություններով ոգևորվող կամ հիացողներն էլ, Աշոտ եպիսկոպոսը երբ որ մահացավ, հիմա եթերում վատ ճնչի ժողովրդական բառ կա, անտեր մեռել։ Անտեր մեռելի նման էր։ Աշոտ եպիսկոպոսին մի քանի ազատ եկեղեցական նախ որ կարգալույց եղավ, բայց էլի իրեն ինչպես հարկն էր կանոնական չէր պահում, խնդրեց աղերսագրով դիմեց վեհապարին, բայց դե պահվածք այնպիսին էր, որ այսինքն ընդունում էր իր սխալականությունը։ Հա, ընդունում էր, բայց շարունակում էր։ Հա։ Նա թաղման ընդամենը մի քանի այդ ազատ եկեղեցական էր եւ 7-րդ օրվա ադվենտիստների հովիվը։ Թաղող չուներ։ Գրքեր տպեց, ասենք, մոտ 40 տարի կուսակրոն էր եղել, ինչքան հիշում եմ 1886 թվականից սկսած, կուսակրոն հոգևորական էր եղել, գրքույկներ տպում կուսակրոնության վնասի, որ կուսակրոնություն ավելնորդ է պետք է արգելուի։ Եղբայր բա 40 տարի այդ որ կուսակրոն հոգևորական էր, հետո եպիսկոպոս դարձար։ Բայց ժամանակ ուր էր։ Կամ կրոնը այլասերություն է, հենց այդպիսի այլասերված կրոն։ Հաջորդ, ասենք, Բենիկ Զայրագուն վարդապետը։ Ընդ որում այս մարդիկ, ասենք, ի տարբերություն հետագա տարիների կամ հիմիկվա որոշ, նրանք բոլորը 30-40 տարվա առնվազն հոգևոր ծառայության փորձ ունեին։ Սակայն ինչ պատճառներով, ասենք, Բենիկ Զայրագուն վարդապետը նույնպես կուսակրոն, բայց դե ասում էր դե մեղքը իմ հանցանքը որն է, որ կին ունեմ, դե ասում է դա հանցանք չի, դա առաքինություն է, հանցանք չի։ Դե եթե դու Զայրագուն վարդապետ ես ու այդպես է քո կյանքը, 10-ի չափ գիրք հրատարակես գրքույկներ ու բոլորին ինքն էր միակ այդ քրիստոնյան, միակ հավատացյալը եւ այլն։ Մեսրոպ Քահանա Մեյլյանը նույնպես մոտ 40 տարի քահանագործել էր, ազատ եկեղեցի պարբերականի հիմնադիր խմբագիրներ։ Հիմա տեսեք, եթե ձեր թանկ ժամանակից կամ հեռուստադիտողները մի կես ժամ էլ հատկացնեն այդ ազատ եկեղեցի, հեսա կանցնենք որ հաջորդ անաստված ամսագրին, որ կարդակ, չգիտեմ, այդ
ես օրինակ այս աշխատության շադրերի բերում ստիպված էի այդ երկու պարբերականն էլ ամբողջությամբ կարդալ, ասենք դրանից մեծ բարոյական վնաս ինքս ինձ մինչև հիմա չեմ պատճառել։ Ասենք կարդալու ընթացքում չի, ասենք ծիծաղ եմ, լաց լինեմ, նախ այդ նաև գրքույկները բոլորի ստիպված էի կարդալ։ Եվ հիմա արդեն 100 տարվա հեռավորությունը, երբ որ նայում ես քաղաքագիտական վերլուծության տեսանկյունից, տեսակ քաղաքական, գաղափարական եւ հավատամքային դավանանքային որևիցե արժեք չեն ներկայացնում։ Ասենք աթեիստական գրականության համաշխարհային գրականության մեջ կան աշխատանքներ, կան հեղինակներ, որոնք իրենցից տեսական եւ գաղափարախոսական կամ քաղաքագիտական ինչ որ արժեք ներկայացնում են։ Բայց այս մեր ազատ եկեղեցական կոչվածներինը բացարձակապես մակարդակը, ինչպես ժողովուրդն ասում, շրիշակից ներքև էր։ Եվ իրենց անձնական շարից ելնելով, ասենք Բենիկ Ծայրագուն վարդապետը Կոմկուսի գաղափարախոսության գծով քարտուղարին Աշոտ Հովհաննիսյանին, ապագա մեր պատմաբանին, անվանի, որը ղեկավարում էր հակաեկեղեցական պայքարը, նա բողոքում էր, ասում էր, դե առաջ հնարավորություն եք տվել, որ անձամբ ձեր հետ շփվեմ, դե Կոմկուսի քարտուղարի հետ է շփվում, դա մակարդակը բարձր է, չէ։ Հիմա նույնիսկ արդեն այդ պետամվտանգության այդ լիազորը, ով զբաղվում է եկեղեցու քայքայմամբ, նույնիսկ նա չի ուզում հետը շփվի, ասում են շարքային սովորական օպեր լիազորի հետ շփվի, այսինքն բողոքը դա էր, որ արդեն իրեն բանի տեղ չեն դնում։ Եվ թե Կոմկուսի փաստաթղթերում, եւ թե պետամվտանգության փաստաթղթերում կարմիր թելի պես գնում է, որ այս ազատ եկեղեցական շարժումը սա նույնպես մեր իշխանություններին, մեր գաղափարխոսությանը դեմ է, հարիս չէ, վնաս է, պարզապես սա պետք է մենք օգտագործենք հին եկեղեցի ասելով նկատի ունեին Մայր Աթոռ Էչմիածինը, դրանք էլ իբր նոր եկեղեցին էին, քայքայելու համար, ասենք Երևանի եկեղեցիների մեկը Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տրամադրել էին այդ ազատ եկեղեցականներին, Երևանի քաղաքորթի որոշմամբ, դա դարձրել են իրենց կենտրոն, բայց նույնիսկ ասենք մի 10 հոգի մարդ էին եղած-չեղածը, բայց այդ 10 հոգով էլ այդ ազատ եկեղեցականներ իրար հետ կներեք այդ բառի համար յոլա չէին գնում։ Էլի այդ ավելի շատ զբաղված են իրենց մեջ այդ դիրքի շեֆության հասնելու այդ պայքարով, քան ասենք Կոմկուսի իրենց արժեվ դած խնդիրների լուծմամբ։ Դուք անդրադարձել եք նաև Մարտնչող անաստվածների միության չկայացած նախագծին, այսինքն չգործարկված։ Չէ, գործարկվեց, բայց չկայացած գրելը մեր բանով, որ չկայացավ, այսինքն ոնց որ պետներ, ինչպես ասինքն նախատեսում էին իշխանությունները, չիրականացել։ Տեսեք, այդտեղ օգտագործել է մի ձևակերպում մեռելացին կառույց։ Այսինքն ինչպես ազատ եկեղեցական աղանդը, այնպես էլ այդ սկզբում անաստվածների միություն էր, հետո իբր այդ միությունը շատ կարողացան աշխատացնեն, անվանումն է դրած Մարտնչող անաստվածների միություն։ Հա, մեռելացին կառույց էին։ Ուրեմն այդ կառույցն էլ զբաղվում էր, դա իմիջիայլոց Կոմկուսից, Կոմունիտ միությունից, առմիություններից հետո իր զանգվածայնությամբ, թվականակով 4-րդ խորհրդային միությունում, ինչպես նաև խորհրդային Հայաստանում 4-րդ կառույցն էր։ Ասենք իրենց ասելով 1930 թվականին արդեն իբր 40,000 անդամ ունեին։ Դա ահռելի մեծ թիվ էր այն ժամանակվա Հայաստանի համար։ Այսինքն այդ Մարտնչող անաստվածների միությունն ավելի շատ զբաղված էր թղթանկարչությամբ, այսինքն անդամների քանակը թղթի վրա գրել եւ այլն։ Անաստված անունով ամսագիր էին հրատարակում, հետո տեսան այդ ամսագիրը բան չի դուրս գալիս, դարձրեցին երկշաբաթաթերթ, հետո տեսան դե դա էլ չի բան լինում, դարձրեցին թերթ։ Հիմա չնայած դա պետական ուներ պետության, իշխանությունների Կոմկուսի եւ պետամվտանգության համակողմանի աջակցությունը եւ հովանավորություններ վայելում, սակայն գրեթե ամեն տարի ղեկավարություններ փոխվում այդ մարմնի։ 3 տարի համագումար չեն կարողանում անեն։ Հետո Երևանի այդ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին տրամադրեցին այդ Մարտնչող անաստվածների միությանը
30-ականների սկզբին, որպես ասվածներին, թե ազատ եկեղեցին։ Ազատ եկեղեցին, որ այդ պրոյեկտը, որ ձախողվեց, արդեն եկեղեցին տվեց նրանց, որ ստեղծեն հակակրոնական թանգարան։ Դա ժամանակ, որ մի բան նախաձեռնվում էր, հետո ասենք մի քանի ամիս հետո կամ մի տարի հետո հանձնաժողով էր հատուկ գնում, որ ստուգեն, տեսնեն, ասենք կոմկուսի որոշումը կամ կառավարության որոշումը ինչպես է կատարվում։ Մի տարի հետո գնում են, տեսնում են այդ թանգարանը չկա։ Երկրորդ տարին չկա, երրորդ տարին գնացին տեսան, որ այդտեղ հակակրոնական թանգարանի փոխարեն եկեղեցու ներսում դարձել են բուֆետ եւ գարեջրի վաճառքով են զբաղված։ Դե ասում են, բա թանգարան պիտի ստեղծեք, ձեզ այդ ենք ֆինանսել ենք տվել, ասում է, դե այդ թանգարանից օգուտ չկար, գարեջրի վաճառքից օգուտ կար։ Դրա համար արդեն այդ 43 թվականին այդ մարտանչող անաստվածների միությունն էլ վերացավ։ Հատկանշական է, տեսեք, այդ 30-ական թվերին հոգևորականների պահվածեցի, չէ։ Նաև այդ ռեպրեսիվ մեխանիզմը գործում էր նաև խորհրդային կուսակցական կամ կոմերիտական հասարակական գործիչների նկատմամբ մարտանչող անաստվածների միության ղեկավարության գերակշիռ մասը նույնպես բռնաճնշվեց, գնդակահարվեց, աքսորվեց։ Իհարկե ոչ թե նրա համար, որ եկեղեցու դեմ են պայքարել, չէ։ Ուրիշ տարբեր, ասենք, մեկին Տրոցկից թռչակեցին, մեկին դաշնակ, մեկին ֆաշիստ, մեկին հակահեղափոխական եւ այլն, բայց փաստ է, որ գերակշիռ մասը նույնպես բռնաճնշվեց։ Օգտագործել եւ դե օգտագործեցին, հիմա տեսեք, վերցնենք հայ ժողովրդի, ասենք, քանի հազար տարվա պատմությունը, չէ՞, քանի հազար տարվա պատմության մեջ 100 տարին չնչին ժամանակահատված է։ Ընդամենը 100 տարի անցել։ Հիմա փորձեք դուք կամ մեր հեռուստադիտողները վերհիշեն 1920-30-ական թվականների, ասենք, խորհրդային Հայաստանի կուսակցական, խորհրդային պետական, օրենսդիր, մարմինների քանի ղեկավարի անուն, ասենք, գիտեք։ Երևանի ղեկավարի քանի անուն գիտեք, դատարանների կամ դատախազների նախագահներ, դատախազներ քանի հոգի գիտեք, ներքին գործերի նախարարության, պետավտանգության նախարարության։ Եթե խորհրդային է տվել ժամանակաշրջանի նեղ մասնագետ չի, նույնիսկ պատմաբանները չգիտեն։ Ասենք լավագույն դեպքում Միասնիկյանի Խանջանին, վերջ։ Բոլորի անունները մոռացության են մատնվել։ Իդեպ նաև մարտանչող անաստվածների միության ղեկավարության պահովացեցին նաև 20-30-ական թվականների կուսակցական խորհրդային կոմերիտական գործիչների, ընդ որում ոչ միայն ղեկավարը, նաև մեր ներկա տերմինով ասած մարզային եւ շրջանային մասշտաբի գործիչներն էլ։ Դրանք էլ մեծ մասամբ նույնպես բռնաճնշվեցին։ Իրենց պատիժը ստացան։ Հիմա ոչ մեկին բոլորը մոռացվել են։ Բայց էլի եկեղեցականները Գևորգ 5-րդի լուսավոր կերպարը մնացել է։ Խորին առաջինի կերպարը մնացել է պատմության մեջ, չի մոռացվել, չէ, հիշվում է։ Բագրատ Սրբազանը, Վարդազարյան, Արտակ Սրբազանը, Սմբայցյան, մյուս հոգևորականները բոլորը մնացել են, մոռացության չեն մատնվել։ Հիշելուց էլ կապ չունի, հավատացյալ ես, թե հավատացյալ չես, նրանց անունները հարգանքով է հիշվում։ Երախտագիտությամբ է հիշվում, որ մարդիկ իրենց հավատին հավատարիմ են մնացել, տեր են մնացել։ Սակայն, ասենք, ներքին գործերի ժողկոմն, ասենք նախարար, ասենք Մուղդուսուն, մի փորձեք Հայաստանի Հանրապետությունը մի քաղաքացի գտնել, որը Մուղդուսու մասին, ասենք, ռիսկ անի մի դրական խոսք ասել։ Մուղդուսուն էլ էր թվում, որ ինքը ամենակարող է, ինչ ուզում է անում է եւ ինչ կուզի կանի եւ այդ անելը, ասենք, 100 տարի տևելու է։ Բայց մեկ էլ մի տարի, երկու տարի հետո ոնց որ ինքն էր բոլորին, այդ թվում նաեւ եկեղեցականներին, ասենք Բագրատ, ասենք Արտակ Սրբազաններին հարցականության ժամանակ արդեն բոլոր հասկանում են ինչ ձև էր հարցականությունը տեղի ունենում, հետո գնդակահարում էին։ Մեկ է երկու տարի հետո պարզվեց, որ իրեն այդ նույն ճակատագիրը սպառնեց։ Այսինքն ասածս ինչ է, որ այս գիրքը նաև այս աշխատությունը որ գրել եմ,
զուտ լինելով ակադեմիական հրատարակություն, բայց նախ ձգտել են որպեսի լեզուն ոճը մի քիչ անհամաչելի լինի, որ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացիներ չձանձրանա կարդալուց, նաև անհամեջ չնչի օրինակ փորձել եմ ձեռնակ դասագրքի նման բան դարձնել, ինչպես հոգևորականների համար, այնպես էլ պետական ծառայողների կամ պետական կառավարման համակարգի աշխատակիցների համար, որ ասենք 1000 տարի կամ 2000 տարի առաջ, որ շատ չխորանակ, ընդամենը 100 տարի առաջ, 100 տարի էլ չի լրացել, նույնիսկ 90 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը կարդացեք, իմացեք, որ ասենք եթե քեզ մայր հանդիսացող, քեզ սնող, հաց տվող, քեզ մարդ դարձնող եկեղեցու նկատմամբ հոգևորական ես, եթե հանդգնում ես, կամ եթե պետական ծառայող ես, քո պետականության ամրապնդման ամենից կայուն եւ ապահով բաղկացուցիչ գործոններից մեկը դա եկեղեցին է, որ քեզ թեւու թիկունք է, եթե դրա դեմ ես լինում, դե իմացեք ինչ է լինելու, ոչ մեկ թող մուղդուսուց ես իմ հետ իրեն ամենահզոր ու ամենակարող չերևակայի։ Պարոն Հարությունյան, մի ամփոփիչ հարց եմ ուզում տալ։ Մենք եկեղեցու հոգևորականների հանդեպ եւ ոչ մտավորականների հանդեպ, իսկ հասարակական այլախոհների բռնաճնշումների, բռնությունների մասին շատ երկար կարող ենք խոսել, թե ինչքան էին սահմանափակում, ինչքան էին տկարացնում կամ իրավունք խախտում եւ այլն։ Եկեղեցին ի վերջո ինչպես դիմակայեց, ինչ հրաշքով, այսպես ասած, որտեղ ռեպրեսիվ պետական հզոր ապարատի դեմ, տևական ընդ որում բռնաճնշման դեմ կայունությունը, դիմակայունությունը պահպանելը հեշտ բան չէ, շատ քիչ կառույցների է, ընդհանրապես համաշխարհային պատմության, քաղաքագիտական մտքի պատմության մեջ շատ քիչ կառույցների է հաջողվում տևական պետական ռեպրեսիային դիմակայել։ Եկեղեցուն ինչպես հաջողվեց ձեր կարծիքով այնուամենայնիվ դիմակայել, մնալով ընդամենը 7 հոգևորականի շրջանակում, ունենալով այդքան կորուստներ, իրավունքների զրկում, սեփականության գույքի զրկում եւ այլն, այնուամենայնիվ իսկապես չքայքայվել մինչև վերջ, չվերանալ։ Պատասխանը դուք ձեր հարցի մեջ տվեցիք մի բառով՝ հրաշքով։ Հրաշքով։ Ի տարբերություն Ռուսաստանից հրաշքիտակ միշտ ենթադրում որ իր կողմից բան չկար արված։ Չէ, իհարկե արվում էր։ Տեսեք, օրինակ, եթե Ռուսաստանում վերցնենք Ռուսաստանը, Խորհրդային եւ Հայաստանը, նաեւ մեր եկեղեցու բախտը ճակերտավոր ինչով չբերեց։ Եթե Ռուսաստանում ռուս հողափար եկեղեցուց բացի նաեւ կային մահմեդական եւ այլն մի շարք կրոնական կամ եկեղեցական մեծ կառույցներ, այսինքն Ռուսաստանում իշխանությունները եւ նույն պետամտության մարմինները իրենց պայքարը, հակակրոնական պայքարը, այո, բաշխված էր, Խորհրդային Հայաստանում միակ կրոնական կառույցը Հայաստանյան Առաքելական եկեղեցին էր, Մայրաթոր ավետարանական եկեղեցի կար այդ ժամանակ, դրանք չափից դուրս այնքան սակավաթիվ էին եւ իշխանությունների Նրանք էլ բռնաճնշումներ հա, բայց իշխանությունների համար դրանք բացարձակապես որևիցե վտանգ չեն ներկայացնում։ Ինստիտուցիոնալ բացարձակապես ինստիտուցիոնալ եւ անձնական անձային եւ այդ տեսանկյուններից իշխանությունների համար ոչ մի որևիցե վտանգ չեն ներկայացնում եւ ամենևին պատահական չէ որ այդ քրիստոնեական այլ հարանվանություններին իշխանությունները գրանցեցին իմիջայլոց անգամ 7-րդ օրվա ադվենտիստներին, մյուսներին գրանցեցին, որտեվ իրանց համար դրանք վտանգ չէին։ Ասենք 5 հոգի են, 10 հոգի են ցանկացած ժամանակ երկու ձիավոր չեկից ուղարկում են, բոլորին բռնում են կամ գնդական թեմա փակվում է։ Իսկ Խորհրդային Հայաստանի պարագայում ամբողջ հարվածը ամբողջությամբ ուղղվեց եւ ընկավ միայն Մայրաթորի եւ Էշմիածնի վրա, ամբողջ հատվածը։ Ինչպես դիմակայեց։ Տեսեք, արդեն նշեցի, որ ի պատիվ այն ժամանակվա մեջ բարձրաստիճան եւ միջին դասի հոգեվորականության բոլորը
իրենց հիմա հավատքի, թե կամքի ուժի, թե մարդկային արժանապատվության դեղ ինչ ձևակերպում ուզում ենք տանք, բոլորը հավատարիմ մնացին։ Ռուսաստանում տասնյակներով, հարյուրներով այդ բարձր եւ միջին դասի հոգեորականներ հրաժարվեցին։ Խորհրդային Հայաստանում նման բան տեղի չունեցավ։ Միակ մի եպիսկոպոս եւ մի վարդապետ ընդամենը։ Հա, մեկ էլ մի հատ Աբել Նազարյան եկար Լոնդոնից վարդապետ, նան էլ Սիրիային հարցի վրա իր եկեղեցու դեմ պայքարում կաթողիկոսի դեմ։ Մնացին հաստատակամ։ Իմ կարծիքով, եթե ցանկացած կառույց կամ կազմակերպություն տվյալ պարագայում, եթե Մայր Աթոռը իր ծառայողներով, աշխարհիկ տերմինով ասեմ, գերակշիռ մասով մնում են հավատարիմ իրենց որթե գրած քաղաքականությանը, իրենց որթե գրած բարեհոգեբանական արժեհամակարգին, գաղափարախոսությանը, վերջի վերջո հավատ առ Աստված, ապա այդպիսի կառույցին հաղթել կամ այդպիսի կառույցը ոչնչացնել բացառվում է։ Հերու չգնանք, որ ամփոփում ենք ընդամենը եւս մեկ բարձրօրինակ բերեմ։ 1937 թվականին Խորհրդային Միությունում տեղի ունեցավ մարտահամար։ Մարտահամարի ժամանակ այն ժամանակ այն 1000-ում մի տնտեսական սոցիալական հարցումներից բացի նաև հարցում կատարվեց հավատացյալ ես թե հավատացյալ չես։ Եվ պարզվեց, որ արդեն Ռուսաստանում 20 տարի, Հայաստանում էլ մոտ 20 տարի արդեն խորհրդային կարգեր էր եւ բռնաճնշումներ եւ այլն դեղ այդ գնդակահարություն, աքսոր սպանություն եւ այլն, բայց պարզվեց, որ բնակչության մոտ 60-70%-ը այդ խորհրդային ոգով դերևս իրենց համարում են հավատացյալ։ Այդ մարտահամարի տվյալները իհարկե այդ արգելվեցին, փակվեցին, չհրապարակվեցին։ Հիմա տեսեք դե, հիմա հրաշք ասենք, թե պայքարի հետևողականություն, հաստատակամություն ասենք, բայց փաստ է, որ հետագա շրջանում էլ մինչև խորհրդային, վերցնենք խորհրդային միությունը, մինչև խորհրդային միության լուծարումը, խորհրդային Հայաստանի պարագայում Մայր Աթոռը կամ Հայաստանյան եկեղեցին շարունակեց մնալ միակ լեգալ գործող ընդհատակյա չէր։ Էջմիածնի դռները բաց էին, բոլոր հոգևորականներին տեսնում են, հոգևորականներն էլ շփվում են ժողովրդին։ Միակ լեգալ օրինական գործող ոչ կոմունիստական, ոչ խորհրդային կառույցը։ Վերջի վերջո, այդ չեկան չկա, այդ խորհրդային միությունը եւ այլն, այդ ամեն ինչ չկան, բայց հայ եկեղեցին շարունակում է գործել, հայ ժողովուրդն էլ շարունակում է պահպանել իր կապը եւ հավատքը, չվեց եկեղեցու, այնպես էլ առ Աստված։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու եւ բովանդակալի զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում եկեղեցի պետություն փոխհարաբերությունները խորհրդային Հայաստանում մենագրության հեղինակ պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանն էր։ Քննարկումները կշարունակվեն ամենայն բարիք։